1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Նախ մի փոքր կանդրադառնամ Գյումրիի ընտրություններին, որովհետև այսօր դա շատ կարևոր թեմա է հասարակության որոշ մասի համար, ապա կխոսեմ իմ կարծիքով ավելի կարևոր հարցերի մասին։ Գյումրիի ընտրություններից հետո այնպես է ստացվել, որ քաղաքապետի պաշտոնի հարցը դեռևս փակ է մնում եւ այդ հարցը կախված է նրանից ըստ էության, թե ինչպես իրեն կպահի Մարտուն Գրիգորյանը կամ ինչպես լրատվամիջոցներն են ասում Սերժ Սարգսյանը, որովհետև նա մեծ ազդեցություն ունի Մարտուն Գրիգորյանի վրա։ Եվ լրատվամիջոցները հիշեցնում են, որ ժամանակին Վարդան Ղուկասյանը նախ երկար տարիներ մեղադրում էր, որ Սերժ Սարգսյանը իր դեմ մահափորձ է իրական կազմակերպել, հետո էլ 2018 թվականին Գյումրիում ասում էր քայլ արա մերժիր Սերժին, սա այն հիշեցնում իդեպ Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի միջև էլ դեռևս եթե չեմ սխալվում 13 թվականին ինչ-որ կլանների միջև ինչ-որ արճակատում կար, անգամ հակամարտող կողմերին փորձել էին հաշտեցնել, երկու կողմերից ինչ-որ զինատեսակներ արգելավել եւ այլն, ու հիմա խնդիր է առաջացել, թե արդյոք Մարտուն Գրիգորյանը կամ Սերժ Սարգսյանը կհիշեցնեն Վարդան Ղուկասյանին այդ ամենը պարզ ասած վրեժ կլուծեն, թե չէ այնուամենայնիվ ձայները կտան եւ կօգնեն, որ նա դառնա քաղաքապետ։ Այստեղ իրականում հակառակն է, որովհետեւ եթե, ասենք, Սերժ Սարգսյանը փորձի ցանկանա հիշեցնել Վարդան Ղուկասյանի այդ պահվածքը եւ պատժել նրան, ապա հակառակը պիտի անի, պիտի հորդորի Մարտուն Գրիգորյանի, որ նա օգնի Վարդան Ղուկասյանին դառնալ քաղաքապետ, որովհետեւ ակնհայտ է, որ եթե նա դառնա քաղաքապետ, դրանից մի քանի օր հետո կամ անգամ մի քանի օր առաջ նախապես իշխանությունները կանեն ամեն ինչ եւ Վարդան Ղուկասյանը կհայտնվի բանտում։ Այսինքն այդպիսով կստացվի, որ օգնելով նրան դառնալ քաղաքապետ, նրանից այդ վրեժը լուծված կլինի։ Ինչևէ, կարծում եմ, հարցերը առաջիկայում պարզ կդառնան, այսքանով էլ ըստ էության Գյումրիի ընտրությունների քաղաքական բովանդակությունը սպառվում է, որովհետև այնտեղ մեծ հաշվով էական չի, թե ասենք Սարիկ, Վարդանիկ կամ Մարտունիկ, ով կդառնա քաղաքապետ, կամ ով չգիտեմ այդ քաղաքի զարգացման, այսպես կոչված ծախսերի հատկատները կվայելի, դա մեծ հաշվով էական նշանակություն չունի։ Այս ընտրությունների հիմնական քաղաքական իմաստը այն է, որ դա կարևոր ազդեցություն կունենա, արդյունքները կարևոր ազդեցություն կունենան համապետական ընտրությունների վրա եւ այդքանով էլ կարևոր է, այսինքն ընդդիմությունը դա կողքեվորվի դրանից, իշխանությունները կփորձեն ինչ-որ կհուսահատվեն, կփորձեն ինչ-որ նոր սխեմաներ մշակել եւ այլ եւ այլ։ Ու հենց այս մասին է, որ կցանկանայի խոսել ավելի շատ, որովհետեւ հենց այդ օրերին իշխանությունները ըստ երևույթին հասկացել էին նախապես, որ իրենց վիճակը այնքան էլ լավ չի եւ ոչ միայն Գյումրիում, այլ վարկանիշի անկում ակնհայտ է եւ քարոզչական նոր, իրականում ոչ այնքան նոր, բայց ավելի ակտիվացող թեզիսներ են առաջ մղում, օրինակ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում այսպիսի թեզեր են տարածում, որ Հայաստանի ընդդիմության հիմնական ոգեշնչողը, մուսան, մոտիվացնողը Ադրբեջանի իշխանություններն են, Ալիևն է, որովհետև Հայաստանի ընդդիմությունը նրան խոսույթից, պահվածքից է շատ ոգևորվում, Հայաստանի ընդդիմությունը դեմ է խաղաղությանը, որովհետև եթե այդպիսի խաղաղություն լինի, իրենք այլևս հնարավորություն չեն ունենա այսօրվա իշխանությունների հիմքերը ցնցել, մի խոսքով անելիք չեն ունենա եւ չեն կարողանա ընդդիմություն աշխատել Հայաստանում։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանի ընդդիմությունը խաղաղության խաղաղությանը դեմ է, համաձայնագրի ստորագրմանը դեմ է, դրա համար էլ եւ դրանով իսկ իր գոյության իմաստը դա է եւ դրանով իսկ Ադրբեջանի հետ զուգահեռ է աշխատում։ Մի րոպե, բայց խաղաղության համաձայնագիրը Հայաստանի իշխանությունները չի ստորագրվում ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի ընդդիմությունը դեմ է, այլ որովհետև Ադրբեջանն է դեմ։
Եթե ընդդիմության խնդիր լիներ, ի՞նչն էր խաղով էր բռնում իշխանությունների ձեռքը, թող գնային ստորագրեին այդ համաձայնագիրը։ Չեն ստորագրում, որովհետև Ադրբեջանն է դեմ, եւ ոչ թե Հայաստանի ընդդիմությունը։ Իդեպ այն, որ Ադրբեջանը դա չի ստորագրում, Հայաստանի իշխանությունները նույնպես փորձում են որպես այսպես քարոզչական հաղթատուղթ ներկայացնել, այ ասում են, տեսնում եք, բա ասում եք Հայաստանի համար կապիտուլյացիա է դա, Հայաստանի ձեռնտու չի, բա եթե ձեռնտու չի, բա ինչու Ադրբեջանը չի ստորագրում։ Հասկանալի է, թե ինչու չի ստորագրում, որովհետև ավելին են ուզում եւ տեսնում են, որ կարող են ավելին ստանալ։ Եվ Հայաստանի իշխանությունները սա են ներկայացնում դրական լույսի ներքո, փորձում ներկայացնել։ Ասում են, այ տեսնում եք, մենք փաստորեն միջև վերջ ամեն ինչ չենք տվել, էլի տալու բան ունենք, բայց չենք տալիս։ Դրա համար էլ իրենք չեն ստորագրում։ Այսինքն այն, որ դեռ էլի ինչ որ տալու բան կա, ներկայացնում են որպես մեծ հաղթանակ, մեծ առավելություն։ Հիմա Հայաստանի իշխանությունների այս ընդդիմության վերաբերյալ քարոզչական այս թեզերով փաստորեն ջուր է լցվում նույն Ադրբեջանի ջրաղացին, որովհետև Հայաստանի իշխանությունները ինչ են ասում։ Հայաստանի իշխանությունները ասում են, այ տեսեք, Ադրբեջանը ինչ որ պահանջներ է ներկայացնում խաղաղության համաձայնագիրը չի ստորագրում, ասում է պիտի սահմանադրությունը փոխեք, պիտի ձեր պատմությունը փոխեք, չգիտեմ, թույլ տաք, որ մենք ձեր այդ զինված ուժերը վերահսկենք եւ այլ եւ այլ եւ այլ, եւ ասում է մեզ քիչ է, որ Հայաստանի իշխանություններն են դրան համաձայն։ Մեզ պետք է որ բոլորը համաձայն լինեն, որովհետև վաղը մյուս օրը Հայաստանում կարող է իշխանություն փոխվել, նոր իշխանությունները կարող են ասել, այս ամեն ինչը չեղարկում ենք։ Հիմա Հայաստանի իշխանությունները ասում են, թե հա, փաստորեն Ալիևը ճիշտ է ասում, որովհետև իսկապես էլ Հայաստանի ընդդիմությունը դեմ է դրան, փաստորեն ինչ են ասում Հայաստանի իշխանությունները, ասում են, այ երբ որ մենք ենք միայն խաղաղություն խնդրում, խաղաղություն աղերսում, Ադրբեջանին դա քիչ է, այ եթե բոլորս միասին խաղաղություն աղերսենք, այդ թվում ընդդիմությունը հասարակությունը, որ բոլորս միասին ծնկաչոք ցանկացած գնով խաղաղություն խնդրենք, այ այդ դեպքում գուցե Ադրբեջանը համաձայնվի։ Հիմա, քանի դեռ միայն իշխանություններն են անում, դա իրենց ձեռնտու չէ, այսինքն փաստացի արդարացում է Ադրբեջանի իշխանությունների այդ պահվածքը։ Իսկ ինչու են իշխանությունները Հայաստանի հիմա այս քարոզչական մոդելը կիրառում, դե որտեղ հասկացել են, որ նախկին մեծ սև սպիտակը, նախկին հանցավորներ, նրանց վերադարձով վախեցնելը այլևս չի աշխատում։ Եվ հիմա փորձում են հարցը ներկայացնել այսպես, որ այ տեսեք Հայաստանի ընդդիմությունը, երբ որ ասում է, որ դեմ է սահմանադրությունը փոխելուն, դեմ է պատմությունը վերանայելուն, դեմ է Արցախահայության վերադարձի իրավունքը ընդհանրապես դրա վրա խաչքաշելու եւ այլն, դրանով իսկ փաստորեն դեմ է արտահայտվում խաղաղությանը։ Հետևաբար, եթե վաղը մյուս օրի իշխանությունները, այսօրվա Հայաստանի իշխանությունները նախընտրական այս տարում ստիպված լինեն ռեպրեսիաներ կիրառել, բռնություններ կիրառել, որովհետև այլ սխեմաներ չեն աշխատում, այլ սխեմաներով իրենք չեն վերարտադրվելու, դա ներկայացնելու են ոչ թե որպես այ տեսեք Նիկոլ Փաշինյանի ուզում է իշխանությունը պահպանել, դրա համար է այդպես անում, այլ ներկայացնելու են, որ ոչ, մենք այդ ռեպրեսիաները իրականացնում ենք հանուն խաղաղության, որովհետև եթե իրենք լինեն, եթե Հայաստանում այդ ռևանշիստները լինեն, եթե Ադրբեջանի բոլոր պահանջներին չհամաձայնվողներ լինեն, մենք ստանալու ենք պատերազմ, խաղաղություն չի լինելու։ Դրա համար էլ ես ստիպված եմ, որքան էլ ես ժողովրդավար, այսպես ազնիվ, բայց ես ստիպված եմ նրանց դեմ ռեպրեսիաներ կիրառել, սերի ժողովուրդ ըմբռնումով մոտեցեք, ես դա անում եմ հանուն խաղաղության, հանուն մեր պետության եւ այլ եւ այլ։ Սա իդեպ պահվածք նորություն չի։ Ռոբերտ Քոչարյանն էլ 98 թվականին հարցը այսպես էր ներկայացնում, որ ես եկել եմ Ղարաբաղը փրկել, ես իշխանությունները ուզում են Ղարաբաղը հասնել, եւ ոչ թե ես եկել եմ իշխանություն վերցնել, չէ, ես եկել եմ Ղարաբաղը փրկել, հետո վերցրեց իշխանությունը։ 2018 թվականին էլ հիշում եք նախագահական երկու ժամկետներից հետո Սերժ Սարգսյանն ասում էր, ես ոչ մի ցանկություն չունեմ շարունակել երկիրը ղեկավարել, բայց ստիպված եմ, որովհետև եկել եմ որպեսզի այդ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ավարտին հասցնեմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույնն է անելու, փորձելու է բոլոր հնարավոր ռեպրեսիաներով, ճնշումներով շատ ավելի կոշտ, շատ ավելի կոպիտ ձևով պահպանել իշխանությունը, որտեղ այլ սխեմաներ չեն աշխատում, բայց դա ներկայացնելու է որպես պայքար հանուն խաղաղության,
որ հակառակ դեպքում խաղաղություն չի լինի, մենք ստիպված ենք դա անել, իսկ այս սրանք Ադրբեջանի ջրաղացին են ջուր լցնում, Հայաստանի ինքնիշխանության դեմ հանդես եկող բոլոր ուժերի օգտին են աշխատում, նրանց 5-րդ շարասյունն են եւ այլն, դրա համար ես ոչ թե իմ իշխանությունն եմ պահպանում, ես ոչ թե ավտորիտար ռեժիմ եմ հաստատում, այլ կներեք ես պարզապես պայքարում եմ հանուն խաղաղության։ Այնպես որ կարծում եմ պիտի քաղաքական ուժերը մոռանան այդ անցած գնացած այդ Գյումրիում տեղի ունեցած այդ խայտարակությունը, անկախ նրանից թե ինչ շարունակություն կունենա եւ կենտրոնանան այս խնդիրների վրա, որովհետեւ համապետական ընտրություններին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել եւ պիտի փորձել արդեն հիմիկվանից հակափաստարկներ ներկայացնել եւ ջարդել այս առաջին հայացքից անհեթեթ թվացող, բայց իշխանությունների կողմից հետևողականորեն եւ մեծ հաջողությամբ տարածվող այս քարոզչական թեզերը պիտի կարողանան դրանց հակաքայլերը մշակել։ Առայժմ այսքանը կհանդիպենք։